Ռուսաստանն ընդդեմ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման։ Ադրբեջանական կողմից հրահրված ապրիլյան պատերազմից հետո Բաքվին փաստացի հաջողվեց նոր թափ տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացներին, որի դրսևորումն է վերջին մեկ ամսվա ընթացքում բանակցող կողմերի ցուցաբերած աննախադեպ ակտիվացումը։ Պատերազմի հաջորդած օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ Մոսկվան կարգավորման գործում նախաձեռնությունը ստանձնելու հայտ ներկայացրեց եւ շրջանառության մեջ դրվեցին այսպես կոչված Կազանի փաստաթղթի մասին խոսակցությունները, թե ինչ է այդ Կազանի փաստաթուղթը չի հրապարակվում։ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի խոսքով այդ փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա։ Այն է հայկական ուժերի դուրսբերում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի հարակից տարածքներից, խաղաղապահ ուժերի տեղակայում, ադրբեջանցի փախստականների վերադարձ եւ հանրաքվեի անցկացում։ Ապրիլյան պատերազմից հետո շրջանառվող փաստաթուղթը սակայն կոչվում է հենց Լավրովի անունով՝ Լավրովյան պլան։ Հունիսի 20-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո ադրբեջանական կողմից սկսեցին հայտարարություններ հնչել, թե բանակցային գործընթացում նկատվում է առաջընթաց եւ դրական միտումներ։ Ադրբեջանական կողմի ոգևորությունն ավելացավ հուլիսի 12-ին Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո։ Մասնավորապես այդ առիթով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Լավրովի բերած տեղեկատվությունը հուսադրող է եւ դրական։ Հատկանշական է, որ բոլորովին այլ երանգներ ունեն Երևանի հայտարարությունները։ Եթե մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած Մինսկի խմբի նախաձեռնած հանդիպումից հետո ամենաառաջնայինը շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման ու հայկական կողմի համար անչափ կարևոր վստահության մեխանիզմների ստեղծման հարցն էր, ապա այդ հայտարարություններն աստիճանաբար կորցնում են իրենց հնչեղությունը։ Եվ վերջին օրերին հայկական կողմի հետ միասին միմիայն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վլատեր Շտայնմայերն է շարունակում առաջ մղել այդ պահանջը, որը սատարում ունի նաև Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից։ Ընդհանուր առմամբ հենց շփման գծում վերահսկման մեխանիզմների ստեղծման պահանջն էր, որ Երևանը կարողանում էր օգտագործել իր համար ոչ ձեռնտու Ռուսաստանի կողմից պարտադրվող Լավրովյան պլանին դիմակայելու կամ այդ հարցը հետաձգելու համար։ Հիմա սակայն հայկական կողմը ստիպված է բանակցել այնպիսի պայմաններում, որոնք ձեռնտու եւ հուսադրող են ադրբեջանցիների համար։ Այս իրադարձությունների համատեքստում, երբ Ադրբեջանից հնչում են հակամարտության շուրջ բանակցությունների մոտալուտ ավարտի մասին հայտարարությունները եւ մեծ ոգևորությամբ շրջանառվում է Լավրովյան պլանը, հայկական կողմի հայտարարություններում որևէ ոգևորություն կամ մոտալուտ լավ լուրերի մասին ակնարկ անգամ չկա։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի նախագահի բանագնաց Սերգեյ Մարկովը ասում է, որ հակամարտության կողմերի միջև առաջիկայում ստորագրվելու է փաստաթուղթ, որով հայկական կողմը վերադարձնելու է հողերը եւ ադրբեջանցի փախստականներն արդեն այս տարվա ընթացքում վերադառնալու են իրենց քանդված տները։ Ընդ որում նույն օրերին Մոսկվան հայտարարում է Ադրբեջանին սպառազինության մատակարարումը շարունակելու եւ զենքի վաճառքի նոր պայմանագրեր ստորագրելու մասին, ինչով լեգիտիմացնում ու արդարացնում է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից ռուսական զենքերի կիրառումը։ Անգամ ավելին, Մոսկվայի կողմից Ադրբեջանի զենքերի նոր խմբականակի մատակարարումը եւ Հայաստանի զենքերի մատակարարման ուշացումը հստակ ցույց է տալիս, թե ինչ արդյունքներ է Ռուսաստանն ակնկալում Ադրբեջանի կողմից Արցախի վրա նոր հարձակման դեպքում։